Բարև ձեզ։ Օրը հինգշաբթի է, հունիսի 25-ը։ Հայ եկեղեցին նշում է թարգմանիչներ Սուրբ Մեսրոպի, Սուրբ Սահակի հիշատակը։ Այն համարվում է նաև ազգային տոն։ Այսօր մեր հյուրը բանաստեղծ Սուսիկ Արան է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արա, գրողական արվեստի համար որևէ նշանակություն ունեն ազգային տոները կամ գրի հետ կապված որևէ այսպես հավաքական հիշատակությունները։ Եթե գրողի համար գրական աշխարհի մարդկանց համար առաջնային նշանակություն չունեն, հապա համար պիտի ունենա։ Ինչ արեցին այդ մարդիկ, այդ երևելիները, այդ սրբերը, այսպես ասած։ Անմիջապես տարերը ստեղծելուց հետո, որ Մաշտոցին տեսիլքով էր տրված, Աստվածաշնչի թարգմանությունը սկսեցին ու փայլուն թարգմանություն։ Նույնիսկ թարգմանությունների թագուհի մայր եւ այլն համարվում է բացառիկ լեզու, բացառիկ խոսքի արվեստով թարգմանություն է եւ այստեղ է որ մենք մտածում ենք, այսինքն ոչ թե մտածում ենք, այլ հիմք է տալիս մեզ ենթադրելու որ հայերեն լեզուն մինչ այդ հնարավոր չէր գրավոր մշակվում անցած չլիներ։ Վկա մեր Գողթան երգերը, Վագնի երգը, դա փայլուն ադամանդ է, ոչ միայն Վագնի երգը։ Ոնց կարող էր ասենք գրավոր մշակույթ չանցած լինելով լեզուն հանկարծ այդպես փայլուն դրսևորում ունենար Մաշտոցի ու Սահակ Վարդևի թարգմանությամբ Աստվածաշունչը։ Այնտեղ ոչ միայն բաներ Սաղմոսների գիրքն է, Երկերքոսն է եւ այլն որ չափածով ստեղծագործության բարձր մակարդակի, այսօր մինչ այսօր նրանք իրենց բանաստեղծական արժեքը չեն կորցնում ու չեն էլ կորցնելու։ Այդպես ներկայացնել եւ հենց այդ 5-րդ դարներ ոստեղանիկ հայերենով որ ասում ենք ստեղծված խորնացու լեզուն է մյուսներին բացառիկ բաներ այդ ամբողջ լեզվի շրջողությունը հայերեն լեզվի այդպես ներկայացնել տալ ու առաջինը սկսվեց թարգմանություն մենք գիտենք ճանաչել իմաստություն եւ Սխրատ իմանալ Զվանոսյան ճարով որ հայերեն տարերով գրվել առաջին հենց դա է ու ինքը անցել է հղկվել է որտեղ մենք մինչ այդ ունեցել ենք դպրության աստված նետերը եւ այլն ասենք այս նախաքրիստոնեական շրջանում եւ եթե այդպիսի այսինքն քո ամբողջ գրական գրավոր հիմքը դրեց Աստվածաշնչի թարգմանությունը եթե մենք նրանց չենք հիշատակում անընդհատ չենք հիշում հատկապես տարին մեկ օր էլ իրենց օրը չենք համարում ապա ինչ ենք ապրում ոնց աճի չենք կարող շրջանցել եւ չենք կարող առանց այդ ամենի ապրել որտեղ դա եւ հիմնարկեք է եւ ամենօրյա էություն է մենք վերջո խոսում ենք ամեն օր շփվում ենք այդ լեզվով այդ որի հիմքը բերել են հենց թարգմանելով Աստվածաշունչը եւ գրերի գյուտը եւ Աստվածաշնչի թարգմանությունը, թամպես թարգմանական դպրոցի հիմնումը, նաեւ քաղաքական քայլ էր իր ժամանակի համար։ Այո։ Մենք սովորաբար տարանջատում ենք գրականությունը քաղաքականությունից կամ կրթությունը, փիլիսոփայությունը եւ այլն, համարելով, որ դա ավելի լայն անանց մի բան է, հավանաբար նեղացնում ենք քաղաքականությունը եւ հակադրում ենք շատ հաճախ։ Ձեր կարծիքով այսօր նույնպես մենք անում ենք այդպիսի վարժանքներ։ Գիտեք ոնց է, նախ որ քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն, Այբուբենի ստեղծումը հետագայում եւ ինչու քրիստոնեությունը որ պետական կրոն ընդունելուց հետո եւ այլն, ինչն է ստեղծել կենտրոնաձիգ ուժեղ պետություն որը չպետք է նվաճվի, չպետք է դառնա օտարի ոտքի կոխան, այսպես ասած։ Սա էր նաև քրիստոնեության ընդունումը պետականորեն մեր արքաները գիտակցելով, հասկանալով, տրթատը եւ այլն, այդտեղ նախարարների իրենք գիտեին ինչ են անում։ Այսինքն եկավ քրիստոնեության այդ, որ աշխարհում առաջինը պետականորեն ընդունեց իհարկե լուսավոր չի այսպես ջգուջանքով 301 թվականին
սա նաև պետականություն կերտելու ավելի ամուր ձեկ ուժեղ լինելու հիմք ունի ինքը, հենց այնպես չէ, ուղղակի եթե կրոնադավանափոխ լինենք կամ չգիտեմ ինչ։ Սա եւ այդ օրից սկսած մեր իրականության մեջ, մեր կյանքում միշտ գիտեք ինչ, ոնց կարելի է քաղաքականությունը տարանջատել մշակույթից, հասարակական կյանքը, այդ ամբողջը միախառնված է, միահյուսված է։ Մշակույթ, գրականություն, արվեստ, հոգևոր կյանք, ի վերջո քաղաքականությունը որն է, քո երկրի կյանքն է, քո պետության, պետականության լինելությունն է, գոյությունն է եւ հասարակական կյանքն է։ Ամբողջը ներդաշնակված են, ամբողջը այսպես փոխկապակցված են։ Դա երբեք չի տարանջատվել, միշտ եւ այսօր էլ չի կարող տարանջատվել։ Այսօր եթե իմ պետությանը սպառնում է ինչ-որ վտանգ, այսօր եթե ես տեսնում եմ էթնիկ զտման ենթարկված ցեղասպանված Արցախ, կորցրած հայրենիքի մաս պատմական, որտեղ 4-րդ դարում դա դիվանքն է, Գրիգորիսի գերեզմանն է, ես եղել եմ Գրիգոր Թորան եւ այլն, դա դիվանք, չգիտեմ, Գանձասար, որ մեկն ասեմ, այդ ամենը ոչնչացվում է։ Ինչպես կարող է լռել հոգեվորականը, ինչպես կարող է լռել մտավորականը, թեկուզ հասարակ քաղաքացին, բայց առաջին հերթին շարքային քաղաքացին նայում է ինչ ասաց իր հոգևորականը, ինչ ասաց իր մտավորականը, ինքն էլ ստայդում օրվում է։ Որ նայում է։ Այլ կերպ չկա, գուցե շատերը ասեն չեն լսում, չեն բան, բայց իրենց մտքի մեջ սպասում են, երբ եկեղեցին լռում է, ասենք որոշ հարցերով, ինչու է լռեն։ Խոսում եմ, որ դուր չի գալիս, ինչու խոսես, լավ ինչ անի։ Մենք գիտենք Սարդարապատում ինչ է դերակատարում ունեցել մեր Սուրբ Առաքելական եկեղեցին։ Մեր arczepiskoposները պարկել են զենքը ձեռքին անում Սարդարապատում, ասել են զինվորը նահանջեր իմ այս հանդերձանքի վրայով, որը պաշտամունք էր arczepiskoposi, խաչի վրայով նահանջեր, չեն նահանջել, գոյապայքար մղեցին, հաղթեցին, կերտեցին նոր Հայաստանը Սարդարապատով։ Այդ ամենը ոչ միայն դա, մեր ամբողջ մշակույթը, մեր ամբողջ հոգեկերտվածքը պայմանավորող բոլոր, այսպես ասած, չափանիշները ստեղծվել են մեր եկեղեցում, մեր հոգևոր կյանքով, մեր մագաղատները վկա, խաչքարերը, ճարտարապետական արժեքները, ոչ միայն փոխկապակցված են, մեր ինքնությունն է, մենք մշակույթով քրիստոնյա ազգ ենք, մենք այսպես ասած, մեր մշակույթը եկեղեցում է կերտվել, մեր եւ հոգեկերտվածն եւ արժեքներն են եւ չես կարող տարանջատել, հանեցիր չկա հայություն, հայկականություն, փլուզում եւ ոչանում է։ Բայց դարաշրջանն է փոխվել։ Եվ օրինակ այսօր իրավունքների պաշտպանությամբ շատ քիչ եկեղեցիներ կհանդիպեք, որ զբաղվում են կրոնական կազմակերպություններ իմաստով իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են քաղաքական գործ, քաղաքականություններ վարողները, իրավապաշտպանները, իրավաբանները եւ կարծես թե մի տեսակ մեր դարաշրջանը փորձում է կառույցներին, հաստատություններին տեղավորել հստակ դիրքերում իր գործառույթներով եւ միգուցե նաեւ շփոթը դրանից է, որ տեսեք դրսում ենթադրենք միջազգային մամուլում մենք որպես լրագրող շատ հաճախ ենք տարակուսանք հանդիպում, տարակուսանք է առաջացնում, որ հայ եկեղեցին կրոնական կազմակերպություն է, բայց զբաղված է ենթադրենք արցախցիների իրավունքների պաշտպանությամբ, քաղաքական հարցերով եւ այսպես նույնիսկ միջպետական հարաբերություններում փորձում է գործոն լինել եւ հարաբերությունների որակ փոխել, գնահատական տալ եւ այլն եւ այլն։ Եվ դա տարակուսանք է առաջացնում։ Սա 21-րդ դարի խնդիր է։ Ես 2-3 կարճ շեշտադրումներով պատասխանեմ, նախ ասեմ, որ
դարաշրջանն է փոխվել, բայց մեր հոգեկարտվածքը չի փոխվել։ Եթե ինձանից կամ մյուսից հանում ես քրիստոնեությունը, քրիստոնեական արժեքները, մշակույթը եւ ոչինչ չի մնում։ Այսինքն ոչ միայն հայ չի մնում, այլ մեր մեջ մարդը չի մնում։ Մեր ամբողջ, ինչպես արդեն ասացի, մեր ամբողջ հոգեկարտվածքը մշակույթով, պատմականորեն եւ այլն, սա է։ Դարաշրջան թող փոխվի, ինչ է պատել 20-ներ, հիմա 21-ն է, 19-ներ, վաղը կլինի 23-րդ դարը։ Իսկ եկեղեցին, ես ասեմ, չի զբաղվում քաղաքականությամբ։ Բացառապես չի զբաղվում քաղաքականությամբ այսօր հայ առաքելական եկեղեցին։ Մեր շրջանում էլ չի զբաղվել քաղաքականությամբ, կարելի ասել։ Ինքը գոյապահպանական խնդիր է միշտ լուծել, որը պարտավոր է լուծել, որը պարտավոր է անել։ Եթե, ինչպես ասացի, Արցախը այդ վիճակն է, ինչ անի եկեղեցին չմասնակցի, հետո հայ առաքելական Սուրբ եկեղեցին սոս կրոնական կազմակերպություն չէ։ Ինչպես չգիտեմ, Եվրոպաներում կա այսպես կրոնական կազմակերպություն։ Ինքը ազգապահպան միշտ եղել է գոյապահպան, մեր էությունը, մեր ամեն ինչը ոչ միայն թելադրող, պայմանավորող առաջնային կառույց է։ Սկսած Այբուբենից եւ այլնից, ինչպես ասացինք, Սուրբ Մաշտոցը, Սահակ Պարթևը եւ այլն, ու չգիտեմ որն ասեմ, Նարեկացի, որ մեկին ասեմ։ Խորնացին վերջո ինքը հոգեորականներ գրելուց է։ Սա է սոս կրոնական, չգիտեմ, թող իրենք իրենց կրոնական կազմակերպությունները այդ ոնց ուզում են նստեն կանգնեն, բայց ոչ ինձ թելադրեն, ոչ էլ իմ ժողովրդին թելադրեն, թե հայ առաքելական եկեղեցին ինչ է իրենից ներկայացնում եւ ինչով պետք է զբաղվի։ Հայ առաքելական եկեղեցին Իրանից ներկայացնում է մի ամբողջ ժողովրդի պատմության, պատմականության, այսպես ասած, գոյությունը պայմանավորող եւ ինքը իր հստակ գործունեությամբ է զբաղվում, շարունակելով եւ դպրություն եւ մշակույթ ստեղծելով եւ ազգապահպան գործունեությամբ եւ իր արժեքներին տեր լինելով։ Եթե վտանգի մեջ է, հիմա վաղը Սյունիքը վտանգի մեջ եղավ, չի խոսելու, չի արձագանքելու եկեղեցին, ո՞ց կարող է արձագանքել։ Սա ասում եմ, սոս կրոնական կազմակերպություն չէ, սա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Իմ ինքնությունը 1700 ավելի 1725 տարի պայմանավորող կառույցն է։ Կառույց ասելը մի քիչ բան է հնչում, այլ հոգևոր իմաստով ինքը բարձրագույն կառույց է, ոչ միայն։ Այնպես որ եւ ասում եմ, էլի կրկնում եմ, հայ առաքելական եկեղեցին, մեր Սուրբ եկեղեցին չի զբաղվել քաղաքականությամբ եւ այսօր էլ չի զբաղվում։ Ինքը մեր արժեքների տերն է, վտանգի մեջ եղած պահին բարձրաձայնում է։ Ինչ ասել ողջունում եմ, որ Արցախում քրիստոնեական տաճարներ են, հայ առաքելական եկեղեցի պատկանող տաճարներ են ավերվում։ Ծափ տա, էթնիկ զտմանը, ցեղասպանությանը ծափ տա, կամ լռի ոնց կարող է լռել։ Եթե լռում է, եթե ձայն չանում, ես խիստ կասկածում եմ, ասում եմ, սա այլևս ներողություն իմ եկեղեցին չէ, ոնց լռի։ Կամ հայ մտավորականը մյուսը, ճիշտ է, շատերը կան լռում են եւ այլն։ Ասում եմ, թող ան որ փորձում են շահարկել, ինչ է խոսում, ինչ է խառնվում, ինքը ուրիշ իսկով ասած որտեղ է սահմանը գծել։ Իմ եկեղեցու սահմանները ով է գծել, որտեղ է գծել իր գործունեության եւ այլն։ Ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, ասում եմ, այսպես է։ Արցախում տեղի ունեցել էթնիկ զտում, բռնա գաղթ ավերվում են քրիստոնեական տաճարները, մեր ամբողջ մշակույթը եւ այլն։ Եվ ի պատիվ մեր վեհապարը ինքը այսպես դիրք ունեցող գործիչներ, միակն է, որ այդպես հետևողականորեն հնչեցնում է եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Մնացած բոլոր լռել են պետության ղեկավարներից սկսած նույնիսկ Արցախ տեղանումն են արգելում, չի խրախուսում, այսպես ասած պետականորեն տալը, ոնց թե իմ պատմությունը չի խրախուսվում, Արցախ ասել, այստեղ արգելված է, սա ինչ վիճակ է։ Իսկ գոնե եթե մենք չենք բարձրաձայնում, պետականորեն չենք նշում, աշխարհի շատ պետք է։ Գոնե եկեղեցին կարողանում է բարձրաձայնել, տեր լինել, մարդկանց խիղճ արթնացնել, ցույց տալ, որ այնտեղ կարմիր ջարդից հետո հիմա սպիտակ ջարդ է, եղարն է իրականացվում։ Ավերվում են մեր ամբողջ հազարամյակների մշակույթը, որը մարդկության ժառանգությունն է համարվում։
Ոչ միայն այնտեղ, ասենք ամառասը հայերեն են ստեղծել հայերենը կամ մյուսը կամ կանաչ ժամը կամ եւ այլն, որ հավերելու եւ այլ։ Կամ թեկուզ հենց այս վերջի տարիներ ասում է 2000 թվին կամ մինչև 1988-ից հետո այն սարքուն ենք պայթացնում ենք, ոնց որ մայր տաճարը Ստեփանակերտի աշխարհի աչքարած ձեն չանեցին, բա դա անելու բաներ։ Բայց այն բան վիճակներ որ պետք է լրրեք ձեն չանեիք, թեկուզ մակով, ռոմով, չգիտեմ ինչով, հրաշալի մի տաճար, այո, մի քանի տարի առաջ է կառուցվել, բայց այդ բոլոր տաճարներն էլ մի օր սկսել են կառուցվել։ Պատասխանեք այդ բոլոր տաճարները կառուցվել է 10-20 տարի, հետո քանդեին ասեն գիտեք նորը կառուցվել, չգիտեմ ինչ։ Դա քրիստոնեական տաճար է հոծված։ Մենք հաճախ այն կարծիքն ունենք, ոչ միայն հոգևորականության, այլ նաև մտավորականության մասին, որ երկու ծայրահեղություններ մտավորականությունը պիտի հասարակություն կերտի կամ արվեստը պիտի հասարակություն կերտի կամ արվեստը արվեստի համար է, ինչպես օրինակ հոգևորականությունը ծես կատարելու համար է, ամեն պատմաշրջանի մարդ եւ այդ պատմաշրջանում գտնվող նույն մտավորականը կամ հոգևորականը իր ուրույն ճանապարհն է գտնում այդ երկու ծայրահեղության մեջ։ Դեք հիմա եւ ոչ միայն հիմա դարերի ընթացքում եղել են տարբեր մոտեցումներ, ուղղություններ հայացնել։ Արվեստի համար, լավ ինքնաբավ, լավ, ընդունում եմ։ Եթե արվեստի համար է, ձեր համար ինքնաբավ մի փոքր տարածքում ստեղծեք, հա։ Եթե չպետք է հասարակությանը ուղղված հասցեագրված լինի արվեստը, եթե չպետք է հասարակությանը, ես այսպես եմ ասում, ես զրուցում եմ ընթերցողի հետ։ Նկարիչը ներկայանում էր ընթերցողի հետ կամ երաժիշտը, կոմպոզիտորը եւ այլն ճարտարապետը։ Եթե դա չպետք է լինի, ինչու եք տպաքանակով գրքեր տպագրում։ Կոնկրետ լավ, այստեղ իմ գրքերը հասարակությանն են ներկայացնում, ասում են արժեքի առեք կարդացեք կամ ինձնից առաջ լավ, ես մի կողմ մեր դասականներ եմ։ Ուրեմն արվեստը մշակույթի հասարակության համար է, հասցեատերը հասարակությունն է, ժողովուրդն է։ Մենք գիտենք քաղաքակրթություն անցած ազգեր ինչպիսին են լինում, ոչ քաղաքակրթություն անցած, ասենք մշակույթ եւ այլ չունեցող ազգեր այսօր էլ կան, որ միջև հիմա նույնիսկ հնագույն ժամանակներից գալիս են պետականություն չունեն, որովհետև այդ մարդիկ առանձնապես մշակույթ չեն ստացել, լավագույն դեպքում եղել են երգերը, բանաստությունից են կողմ չեն անցել, ու իրենք մինչև հիմա մնացել են սա, մենք ունեցել են գրավոր մշակույթ, էլի մեզ նման ազգեր եւ այլն, այդ ամբողջ հասարակությանն ուղղված է, հասարակության կրթությունը, դաստիարակությունը եւ այլն գալիս է դրանից, լավ թող լինի արվեստի համար, թող ասեն. Հիմա ես չեմ կարող վիճել իրենց հետ, որ միայն արվեստի համար կամ ինչ-որ վերացական տարածքում եւ այլնում, արվեստը մշակույթն այն է, որ քո ժամանակը ինչ կա այդ անդրադարձը վերցնում ես եւ ցավալին, եւ ուրախալին, եւ անցկացնում ես քո ստեղծագործական, չգիտեմ, լույսի միջով, նորից մատուցում ես հասարակությանն արդեն գրավոր տեսքով, այսինքն ժամանակը վավերացնում է գրողը։ Եթե գրողը գեղարվեստորեն չի գրում ժամանակը, ինքը չի վավերացվում, ինքը եզերքում այդ ժամանակը թափառում է։ Մենք ամեն գիրքը մի ժամանակ է։ Հատկապես շատ հետաքրքիր է տվել Մարկեսը, ասենք արտարամենությունը, հիմա ինչ տարածքում ոնց է ստեղծել, բայց կամի ամբողջ էպոխա է տալիս, ժամանակ է տալիս։ Մեր գրականության մեջ գանք Չարենցի երկրներին էպոխա է, Կոստանզարյանի նավելերան վրա, Մահարու Հայրվողաջստանը որ մեկն ասեմ, չգիտեմ, այսպես գալիս է ամբողջ մի Կյորեսը, Բաքունցի կամ Չարենցի մյուս պոեմները, մեր Թումանյան եւ այլ։ Սա է, որ ժամանակը իրենք գրավոր վավերացնում եւ վերադարձնում են հասարակությանը եւ հասարակությունը դրանով ապրում ու ինքը հասարակությանն ուղղված։ Սա է, որ կան գրողներ, հենց լավ գրողներից ենք խոսում, իրենք փորձում են այդքան էլ ժամանակի ուղիղ շեշտադրումներ չանել, ավելի հավերժական թեմաներ կամ խոսել, այն մտայնության, որ մնան մշտական,
հաճախ նարեկացունն օրինակ բերում, բայց նարեկացին տիպիկ տեղայնացված էր հոգևոր առումով եւ հոգեկարտվածքի առումով, ինչպես տեղայնացված էր, ասենք Դանտե Ալիգիերին, որ թվում է դրախտ դժոխք կավարան է գրել անանց արժեքների բայց ինքը 13-րդ դարի Ֆլորանցիայի կյանքն է նկարագրել այն հերոսներին պատմական մարդկանց տեղադրել ում ուզել է դժոխքում դրախտում եւ այլն այսինքն իր իրականությունից որ կարող է ինչ ասել ինքը այնպեսի մի տարածք է որ կարող է իրականությունից խուսափել բայց իրականությունը եթե խուսափեր Դանտե Ալիգիերին իր գործը արժեք չունի եւ այսօր դժվար է թե հիշվեր գուցե չհիշվեր լավ հաստատ չասեմ սա է որ դու քո ես ընդունում եմ սա եւ այդ ինչպես ասում են այդ ուղղությանն էլ պատկանում եմ քո ժամանակում կատարված իմ սկսած 1988 թվականի ազգային զարթոնքի փետրվարից մինչ օրս կատարվող բոլոր դեպքերն ու իրադարձություններն իմ երկրում այս կամ այն չափով արվեստորեն արձագանքել եմ եւ ներկայացրել որպես գրող դուք դա համարում եք ձեր ժամանակը հա սա է փետրվարից պատանի եմ եղել այդպես եղել է միջ այդ էլ է ստեղծագործում բայց եւ դարել է գրողական ճակատագիր իմ ժամանակն է ես այլտեղ չէի կարող գնալ իմ քաղաքի Երևանի մասին երբ ես գրում էի եւ սա է եղել ուրիշը թողա ուրիշ ձև գրի մեկ ասում են ողբերգական դրվագները մեր այդպես է եղել քո պատմությունը քո ժամանակը քո ամեն ինչը եւ փառքաստո մեր գրականության մեծագույն մասը իր թեմայից ավելի զորավոր է գեղարվեստորեն եւ այլն ներկայացնում տալիս սա է ուրիշ ինչ պետք է ստեղծի իր ժամանակի մեջ իր իրականությունը դա է պատճառը որ բավական զգայուն են տան հանդեպ, այսինքն հասցեի թվում է թե առաջին հայացքից պետք է նշանակություն չունենա գրողի համար ֆիզիկական հասցեն բայց նաև շատ զգայուն են եւ նույնիսկ ենթադրենք վտարանդի եղած ժամանակ երբ ստիպված են եղել թողնել իրենց երկիրը տարբեր պատճառներով ոչ իրենցից կախված դա անհետևանք չի մնացել կարող է նույնիսկ ավելի ուժեղ գրականություն է այդ ցավի մեջ ստեղծվել բայց անհատի համար անհետևանք չի մնացել ուրեմն տան հասցեն այո երբ կորցնելուց հետո նույնիսկ գորգոպես նկարիչը որ թվում էր որ ինքը ամերիկյան է իրական չէ բայց եթե հիշում եք կտավը Վանի սխտորները եւ այլն իր հիշողությամբ ամեն ինչով ծիրանագույնը բան գնում է այդ կախում է ինքը չէր կարող արշիլ գործին այլ կերպ լինել այդ տան զգացողը հատկապես կորցնելուց հետո բայց ուրեմն նայեք անցյալ տարի տպվեց այդ ես անդրադարձա պատերազմից հետո մեր էպոսի առաջի ճյուղին Սամասար եւ Բաղդասար որ Սասունն են կարտում, Քորկիկ Ջալալն են Սովետակից հանում, Թուրքիացակին եւ այլն, ասինքն ես հասկացա պատերազմից հետո մեր պետություն պետականությունը խարխալվելու, անդրադառնալու նյութի, որտեղ կարողանամ տալ պետության կարտում, պետության պահում, ուժեղ պետություն, պետականություն։ Այդտեղ շատ կարևոր մի դրվագ կա, Սանասարի երբ Սովետակում դիրամորը զրուցում է աղոթքը, այդտեղ ապագա առաջնորդի, ապագա բանի արքայի խոսք է ես հիմա կասեմ ինչ ասած ասում եմ տան որ պահպանեմ իմ տունը որի պատը իմ սահմանից է սկսվում որ իմ ընտանիքը որ իմ ժողովուրդն է մենք հայերս մի տեսակ որ ասում ենք հասցեի նկատում սկայ տուն ընտանիք եւ վերջ այո պահելը պահպանելը ընտանիքը շատ կարևոր է որ մեր ազգին մեր շորթին պահել է բայց կարողացի ընտանիքից դուրս տեսնել քո հայրենիքը քո երկիրը քո տունը միայն այդտեղ չի քո տանպատը իմ տանպատը հիմա տող գյուղում է ես այդպես եմ զգում սա է որ ասում եմ այդ աղոթքի մեջ Սանասարի բանը որ կա այդ ավելի լայն ընդգրկում Տոլստոյը մի քիչ ուրիշ է տալիս խաղաղություն եւ պատերազմ հատկապես վերջում որպես պատմագրական այդպես մոտեցումներ ունի Արսան իշխան Ռոստովն ու բանն են զրուցում իրար հետ գլխավոր հերոսը էլի ընտանիքի գաղափարը մեծ պետք է լինի ժողովուրդը
մենք սևեռվում ենք միայն մեր ընտանիքի վրա, մեր հասցեի վրա, կոնկրետ մեր տան, մեր գրպանի, մեր ստամոքսի վրա այդ փոքրիկ տարածքում, ու դրանից դուրս չգիտակցելով, չունենալով պետության, պետականության զգացողություն եւ անընդհատ կորցնում ենք։ Սա եւ իր առավելագույն լավ հատկանիշներն ունի, այնուամենայնիվ պետության մոդել ընտանիքն է եւ այդ առումով իր թերությունը, որ միայն դու դնում ես քո հասցեն, քո տունը, որ նկատամբ շատ զգայուն ես եւ քո ընտանիքը։ Իսկ ով ասաց, որ ամբողջ հայ ժողովուրդը աշխարհասփյուռ իմ ընտանիքը չէ։ Và իմ ընտանիքն է։ Ոնց թե միայն իմ տունն ամբողջ Հայաստանն է, իմ պատմական Հայաստանն է։ Ես ի վերջո պատմությունն եմ, որ իրավունք ունեմ հիշատակելու։ Իմ պատմական տարածքները, որտեղ առ այսօր պահպանվում են մշակութային բոլոր արժեքները, մի 3 ամիս առաջ Վանա լճի ջուրը մի քիչ իջել էր, ափին հայկական գերեզմանոց էր խաչքարերով եւ այլն ջրի տակից դուրս եկավ։ Մեզ ոնց կարող եմ չասել դա իմ պատմական հայրենիքն է, որտեղ ամեն քար ու թուփ, լավ ամեն ձեռքի աշխատանք, ստեղծագործություն դա է վկայում։ Չեմ ասում ուրիշ արժեքներ կամ այնտեղ սոփ խաչը մյուսը։ Վտանգ կա, որ դա կարող է կտրել մեզ իրականությունից եւ ռացիոնալությունից։ Երբ դուք նշում եք հերետորական հարց եք բարձրացնում, ես ոնց չասեմ, որ իմ պատմական հայրենիքն է, որտեղ սահմանագից կա գիտակցության, որ կարող է այդ պատմականը, իրացիոնալը, ոչ ձերը, բայց ձերը կտրել ձեզ ներկա իրականությունից։ Դա նույնն է, որ հիմա ինձ ասեք, իրականությունից է կտրում, դու ունես տղաներ եւ այլն, հա, իրենցով մի հիշիր ծնողներիդ, պապերիդ, ապուպապերիդ, որոնք մահացած են։ Սա նույն համեմատությունն է։ Եթե ազգ ունի պատմություն, պատմական հիշողություն, մշակույթ է տարածքներում ստեղծված, ջարդված, մեր ամբողջ մատենադարանը մեր պատմական հայրենիքում է ջարդվել։ Ինչ անենք, հիմա ասենք սա իրական Հայաստանն է, որևէ կապ ու աղերս չունի մատենադարանի ձեռագրերը, ում ուղարկենք, թե բերենք հրդեհենք, ասենք դա մեզ վնասում է։ Չէ որ մշոջ առընտիրն է, չգիտեմ ինչն է ինչը մեծ մասը, գերակշիռ մասը պատմական հայրենիքում է ստեղծվել, որ հիմա որտեղ անգամ այսօր հայեր գրեթե չեն ապրում։ Հիմա Արցախում Գանձասարում կարելի մատենադարանի ձեռագրեր եւ այլն։ Հիմա դրանք ոնց շղթենք կամ քո ամեն ինչը քո մեր շատ մեծեր կերտել են եւ այլն այսօրվա իրական Հայաստանում չապրելով կապ չունենալով նույնիսկ ինչ անենք շղթենք այդ ամեն մղթերան միաբանությունների ամեն ինչը ոչնչացնենք ես չեմ ասում են իմ հայրենիքն է պատմական եւ այլն բայց իմ մշակույթն այնտեղ է ստեղծվել մղթարյանների 300 տարի ավելի մշակույթ է չգիտեմ Ամկելիկյան մանրանկարչություն ինչ անենք տանենք ում տանք ոնց վարվենք հետը, եթե մենք բավարարվում ենք միայն ասենք այս հիմար խոսույթով, որ գիտեք ինչ կան բաներ, որոնք աբսուրդ են, որոնք զառանցանքի ժանրից են, որոնք ապուշություն են, երբեք չեմ վարանի ասել, հիմա գուցե մարդիկ լինեն, որ այդ ապուշությանը տուրք տան, բայց չի կարելի ազգին իր պատմությունից զրկել, ազգին չգիտեմ ինչ անել, մենք չենք ասում, հենց հիմա գնում ենք, չգիտեմ ինչեր անում, բայց եղբայր թող իմ հիշողություն ինձ պատմական, թող իմ նախնիների կերտածը ինձ, իմ մտածողությունը, ես ինչ պատմություն ունեցել եմ եւ այլ դրանք թողեք ինձ, ինչ եք փորձում խլել ինձանից, ոնց կարող ես խլել իմ արյունից, իմ արյան գույնը եւ այլ, սա եւ որ գալիս հասնում է, դա չի կարող վնասել, իմ ազգանունը ոնց ինձ կարող է վնասել, չէ որ ազգանունս կրում ենք, պապենական գալիս է, սա իմ ազգությունն եմ, Գերդաստանն է, իմ տոհմածառը ի վերջո, կան չէ տոհմածառ եւ այլն, ոնց է դա ամբողջը, դա նույն բանն է, ոնց որ անհատի հետ կարող ես վարվել, ինչպես ասում եմ, թե վնասում է կամ իրականությունից է կտրում, այնպես էլ ժողովրդին են փորձում, դա ուղղակի հիմարություն ժանրից է, ամենազգիր պատմությունն ունի, չէ վրացին հրաժարվում է, գերմանացին, ֆրանսիացին, լավ թուրքը հրաժարվում է, իր այդ արյունոտ կամ նվաճողական, ես իմ որ ասենք եկել է
Տափաստաններից Էրդողանն էլ ասում էր Զանգեզուրի միջազգային տվեք, որ մենք գնանք մեր նախների երկիր։ Նրանք անգամ չեն հրաժարվում այդ ամեն ինչից։ Դուք բերել եք ես ազգ եմ, պետություն եմ, 5000 տարվա մշակույթ ունեմ, դերտվածք ունեմ եւ այլն։ Թույլ տվեք ես իմ տերը լինեմ։ Թույլ տվեք ես իմ հիշողության, իմ պատմության, իմ մշակույթի եւ այլն տերը լինեմ։ Դա իմն հազարամյակներով ժառանգել եկե հասել է ինձ։ Շոր մեկը կամ մի քանիսը դրսից ներսից թելադում ներսից հրաժարվեք, ո՞նց է հրաժարվեր։ Մտածում ես։ Որ մտածել չի դասի։ Կամ քեզ թելադրողը մտածում է, դա հնարավոր է, հնարավոր չէ։ Նա մեկից երկուսից բա հետո մյուսներ։ Էլի են փորձել չէ դա շարունակ։ Ինչպես փորձել են միշտ բախվել են հայ առաքելական եկեղեցու պատերին շրջել փոշացել թափվել են։ Ինչպես հիմա է լինում։ Ո՞վ է կարողացել խորտակել այդ կառույցը, ոչ ոք։ Էլի չէին կարող խորտակել։ Նույնն էլ էլի փորձել են ինձանից խլել, զրկել։ Նույնիսկ ցարական ժամանակներում ռուսական դպրոցներ փակել, չգիտեմ, եւ այլն եկեղեցու հետ ոնց վարվեց, ինչի ասան, ասում չեն կարող։ Հիմա անհնարին բաներ են դրանք։ Եվ այդ անհնարինության մեջ եթե դու փորձում ես ինչ որ կերպ խոսակցություն նյութ դարձնել, մատուցել եւ այլն, դու հայտնվում ես ամենագիչը ապուշի կարգավիճակում, ով փորձում է դա անել։ Ես ուրիշ ինչ ասեմ, շատ մեղմ ասած ապուշի կարգավիճակում, որտեղ փոքր-ինչ բանական էակ այդպիսի բան չի անի։ Կամ ցեղասպանության զոհերին եկեք հաշվենք, ցեղասպանությունը մտնենք եղել է, չի ոստե։ Ամբողջ առաջադեմ մարդկությունը քաղաքերտ աշխարհը ընդունել է հայոց ցեղասպանությունը։ Հա Թուրքիան չի ընդունում, հասկացանք։ Բայց ոչ ոք կասկածը չի ընդհարկում։ Դու եկել ես իմ երկրում ինձ կասկածի ես ընդհարկում հայոց ցեղասպանությունը։ Չէ՞ որ Լեմկինի ինստիտուտն ասում է տղա ջան, երիտասարդ եք, ահել եք, ջահել եք, չգիտեմ, դուք փաստաթուղթ եք ստորագրել ցեղասպանության կանխարգելման, որ դուք իրավունք չունեք որևէ ցեղասպանություն ժխտելու։ Հələ մի կողմ հայոց։ Դուք եկել եք ցեղասպան, այսինքն այդ ժխտումը Լեմկինի ինստիտուտ 2-3 անգամ բողոքի, այսպես ասած, նոտայի պես հաղեց մեզ, որ դուք այսօր ձեր կառավարությունը երկիրը դարձել է մի բարբարոսական հայացք է դրսևորում, առհասարակ ժխտում է ցեղասպանության կանխարգելման այդ միջոցները։ Ավելի խայտառակություն, ես չգիտեմ, ինչ ասեմ։ Երբ ժամանակները խայտառակ են, ինչ է անում գրողը։ Գրողը բոլոր ժամանակներում պարտավոր է ոչ միայն իր գրասեղանի առաջ պայքարել, ես ասում եմ, գրող է, գրստը գրեք է, հետո երբ երկիրս վտանգի մեջ է, ես ոնց չպայքարեմ, չխոսեմ, չարտահայտվեմ։ Թեկուզ բնապահպանական առումով Սարտրը չի մասնակցել կամ դիմադրության շարժմանը չեն մասնակցել ֆրանսիացիները ժամանակին մյուս երկրներում։ Այսինքն ինչ պիտի անի գրողը։ Գրողը այդ ամբողջը ինքը վերցնում, կարողանում է գրել, ստեղծել, նա վեպ է, պոեմ է, պատմաստ է, բանաստեղծություն է, դա արդեն բավականացնում է եւ նա անել եւ նա չէ որ ամեն ժանրով մեկը ստեղծագործում է, հրապարակախոսություն է եւ այլն ինքը տալիս է եւ այդ ցավը եւ այդ ցավի մեջ լույսը եւ այդ ոգին գրում է ինչքան կարողանում է, վերցնում է իր ընկալմամբ, գրում է ժամանակ է ամբողջ կատարվող եւ թեկուզ խայտառակությունը, խայտառակ ժամանակները, որ մեր գրականության արվեստի եւ համաշխարհային մշակույթի զգալի մասը նաեւ խայտառակ ժամանակներն են ուղղված ցույց տալով որ ինչ խայտառակությունն է եղել Ֆրանսիայում կամ մյուս տեղերում, Գերմանիայում ու ինչ ելք են գտել, ինչ են ցույց տվել, ասենք, թեկուզ դալինի Հուգոն, մյուսը, ասենք համաշխարհային է։ Բոլորը իրենց ազգայինից են գալիս իդե։ Ազգային արմատներից չկա աշխարհում մի գրող, մի նկարիչ եւ այլն, որ ինքը ազգային արմատներից չգա։ Ինքը ազգայինից գալիս համամարտկային է դառնում, համամարտկային խոսքի արժեք է ստեղծում։ Եթե մերը քիչ է համարվում համամարտկային, ոչ թե մենք թույլ ենք անկարող ենք, այլ աշխարհում են չենք էլ են եվրոպական Ֆրանսիա, Գերմանիա բան չենք որպես տարածողականություն ունենանք։ Ոչ թե բան ասում եմ Ումբերտո Էկոն փոքր ազգերից մեծ պոետներ դուրս չեն գա, նկատի ունի
բանը վրացիները ասում են, «Յա, մենք շատ առաստավել ունենք», բան ասում են, «Հա, հանճարեղ է, բայց Շեքսպիր չէ», որտեղ Շեքսպիրի մեջքին Անգլիան է կանգնած։ Այս նկատի ունելի Ումբերտո Էկոն։ Սա է, որ գրողը պարտավոր է ամեն տեղ լինել բարիկադի վրա։ Գրողն ինքը բարիկադի վրա է։ Թումանյանը բարիկադի վրա է զոհվել է։ Հիմա կողմն ասել չէ, Հիվանդեր անկողնում մահացավ։ Չէ, Թումանյանը բարիկադի վրա է զոհվել։ Եվ ինքը մեռավ մեր ազգի այս դառու ցավից։ Նաև որ ունենք անհասկացող ու չհասկացող այն ժամանակ էլ մի ամբողջ հասարակար ստվար զանգված։ Դες այդ 44 օրյայի ընթացքում էլ գրել եմ գործեր, նախ գրանիշում է տվել, հետո գրքով կորացել, էլեգիա, մելոդիա եւ այլն։ Նույնիսկ մեկ-երկուսը բեմադրել են ուսանողները, այդ անմիջական բաններ էլի։ Եվ Արցախի հետ դուրս գալու այդ 23 թվականին մի փոքրիկ կտոր կա, որը հենց դա է գրականության ու գրականության ուժը, այդ հայացք ունենալը։ Ասենք պատմագրություն եւ այլն չի գրելու։ Ես ինչն եմ տվել, տեսնում եմ իմ գյուղում, Երևանում, չգիտեմ, մեկ այլ քաղաքում, այդ օրերին, որ դուրս են գալ, դա ցեղասպանությունները ժամանակ սայլերով էին գնում, կամ բռնագաղթվում էին, կամ փախնում էին եւ այլ։ Հիմա ավտոմեքենաներով, ուղղակի տեխնիկան էր փոխվել։ Եզներ լծած սայլերին, էշերը փոխարեն, ասենք ավտոմեքեներ, ջիփեր կամ, չգիտեմ, ինչ մեքենա էր։ Ու նայում եմ ինչ անխռով վիճակ է Հայաստանում։ Չխաղ, երջանիկ մարդիկ։ Տաղավարներում լսած նարդի են խաղում, գարեջուր են խմում, չիփս են ուտում, գրազով, հեսա խորովածի կրակնովա վառալու, այդ մի կտոր կա։ Կան այդ խանութից առավտուր արած երջանիկ հայացներով, երեխաները փուչիկներով։ Նայում ես, ասում ես, ախր կողքը ցեղասպանվում ես դու։ Քո ազգը հենց հիմա այս վարդյանին մի հատ դրեք հիմա Փարքասո բանի դար է։ Թվային։ Այո, մի հատ նայեք ինչ է կատարվում։ Անխռով, երջանիկ, հա։ Սա է որ գրողը կարողանում է այս մի փոքր այդ ամբողջի մեջ այդ հատվածը երբ հարցնում, որը գրա, ասում եմ սա է։ Որ մնալ ասենք պատմագրությունը, այն որ ես տեսա իմ գյուղում, այն որ ես տեսա իմ քաղաքում, այդ օրերի այդ հոգեբանորեն նկարագրելը որպես գեղարվեստ։ Այդ պատմաբանի բանի տարեգրի աչքից էլ է վրիպում անգամ։ Սա է գրականության ուժը։ Այդ դա է գրողի ցավը, խռովքը։ Լավ ինչու ասենք դրան։ Այս ինչ վիճակի մեջ ենք ապրում։ Մենք ցեղասպանվում ենք ու անտարբեր ենք, մենք մեր նկատմամբ։ Գրականությունը պատմության մոռացված էջն է։ Այն որ պատմությունը մոռանում է արձանագրել գրել, գրողը գրականությունը տալիս է։ Այստեղ միայն գրականություն ես նկատի չունեմ, միշտ ասելով, միշտ ասում եմ եւ արվեստի մյուս ուղղություններն էլի գիրք ասելով։ Սա է որ այդ պատմության մոռացված էջը կարողանում է գրողը տալ, գրել, արձանագրել եւ ժամանակը վավերացնել իր ամենանուրբ հոգեբանական տեղերով։ Ինչպես Դոստոևսկին, ասենք իմ հրաշք սիրելի գրողը, ասենք ինչքան նուրբ հոգեբանական ամբողջ ժամանակը ռուսական այդ մտածել, դա համամարտկային նաեւ բան է, Կարամազովները, մյուսները կամ Ապուշը կամ եւ այլն։ Սա է գրողի ուժն ու հզորությունը, այն որ ինքն է տեսնում։ Իրեն է ցավ տալիս, ասում է մարդիկ նայեք։ Ինքն եւ ինչ որտեղ զարմացած, ոչ այնքան զարմացած, չգիտեմ ցավով, ինչով ինչա կատարվում։ Մենք սա ենք նաեւ մարդկան, այսինքն մարդու հոգին էսել ասեմ շատ կար երբեք չի կարող միջևեր բացահայտված լինել հոգնուր մոտ շերտերը։ Եթե հենց բացահայտվել գրականություն արվեստ չի ստեղծվելու։ Ինքը ուղղված է գրականությունը, արվեստը, մշակույթը, այդ բոլոր նուրբ ծալքերը բացահայտելու։ Հիմա կարող ես ասել լավ, Գիլգամեշից սկսած միջև հիմա չի վերջանում աստորեն։ Անընդհատ գալիս է էլի բան, ասում է, էլ ինչ պիտի լինի զարմանամ։ Ու լինում է հենց դա է մարդու այդ ինքը տեզերական այդ կառույցն ունի մարդու հոգեներ աշխարհում։ Եվ երբեք տեզերքի պես անսահման է։ Ինչքան գալիս բացահայտում, չի բացահայտվում։ Հենց սա է գրողի ուժը, գրականության ուժը, որ ինձ ստիպում է կարդալով, զգալով, հասկանալով խորքից ներսից ճանաչելով մարդուն ու հասկանալով դեռ ինչքան կա ճանաչելու, որովհետև եթե ինձ մի քանի տարի առաջ ասեին Արցախի 23 թվականին այդ դուրս գալ այդ էթնիկ զտումած, դա ցեղասպանություն է։ Մակի բաներով, բանաձևերով ես չեմ հնարում։ Ու այստեղ մեր Հայաստանում այդպես անխռով, չեմ ասում բոլորը,
Տարապում էին, իզման շատերը կային նայած ոտքի վրա մեռնում քամվում էին։ Բայց ընդհանուր հայացքը մռոտոց են խռովքը չկա էլի որ նայում է։ Ես չէի հավատալ, ինչ ես խոսում արա։ Բայց որ գալիս տեսնում ու նորից զարմանում ես, նորից ապշում ցավ ես ապրում, փորձում ես գոնե մի փոքր հատված գրականությամբ այդպես ներկայացնել տալ։ Երբ շատ երկար խոսացի, բայց գուցե մի քիչ հետաքրքիր էր։ Շնորհակալ եմ բացահայտում խիզախումը չթողնելու եւ մեր զրույցին նաեւ մասնակցելու համար։ Մեր տաղավարում բանաստեղծ Սուսիկ Արանն էր, քննարկումները կշարունակվեն, ամենայն բարիք։